Բարև ձեզ, Սարվա թեման է, իմ այսօրվա հյուրը քաղաքագետ Էդգար Առաքելյանն է, բարև ձեզ, պարոն Առաքելյան։ Պարոն Առաքելյան, ընտրություններն ավարտվեցին, նախնական արդյունքներին արդեն պարզ են, կարող ենք ասել, որ իշխանությունը ներկայացնող ուժը քաղաքացիական պայմանագիրը համոզիչ հաղթանակ տարավ։ Այո, կարող ենք ասել, դա ոչ միայն մենք ենք ասում, այլ դա ասում է ամբողջ միջազգային մամուլը, վերլուծական դաշտը, քաղաքական դաշտը։ Այո, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը համոզիչ եւ ջախջախիչ հաղթանակ տարավ այս ընտրություններին, որքան էլ քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ նրա առաջնորդի դեմ ուրեմն կենտրոնացված էր ուրեմն մեծ քանակի հակաքարոզչություն, մեծ մասշտաբի գումարներ, ֆինանսներ, դրսի հնարավորություններ, աշխարհաքաղաքական կենտրոններ, որքան էլ նրանք փորձեցին ուրեմն հակաքարոզչության եւ ապատեղեկատվության մեծ փողերի միջոցով ուրեմն հաջողության հասնել, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացին ցույց տվեց, որ ինքը հասկանում է ամբողջ քաղաքական process-ները եւ փաստացի թույլ չտվեց, որպեսզի Հայաստան պետությունը վերցվի ինչ-որ երրորդ ուժերի կողմից եւ նվիրաբերվի էլի երրորդ ուժերի։ Պարոն Առաքելյան, տեսեք, ԿՊ-ն հիմա կարողանա կառավարություն կազմել վարչապետ ընտրել, բայց սահմանադրական մեծամասնություն չհաջողվեց վերցնել գոնե այս պահին դրությամբ, քանի ԲՀԿ-ի հարցը դեռ վերջնական չի լուծվել, դա խնդիր է արդյոք ԿՊ-ի։ Դա խնդիր չի, նախորդ խորհրդարանում էլ, այսինքն գործող սպայի գործող խորհրդարանում էլ չկա այդ 2/3 մեծամասնությունը, այնպես որ դուք տեսել եք, որ դա խնդիր չի եւ հետեւաբար կապրեն կտեսնենք սահմանադրական մեծամասնության հետ կապված, իսկ մնացածը այսօր ունենք միազնյա կառավարություն ձևավորելու հնարավորություն եւ դա թերևս ամենակարևոր հանգամանքն է սպային։ Պարոն Առաքելյան, այս ընտրությունները նաեւ աննախադեպ էին նրանով, որ երևի 18 թվականից հետո առաջին անգամ մեծ մասշտաբի ընտրակաշառքներ բաժանվեցին, այս անգամ ընդդիմության կողմից եղան, այսպես ասենք, բերովի ընտրողներ ուրիշ երկրներից, հիմնականում հայտնի ուժի համար, Սամվել Կարապետյանի եւ մյուս ուժի համար։ Այս հարցը ինչի է սենց ակտիվացավ եւ արդյոք սա պետք է հետևանք ունենա նույնիսկ ընտրություններից։ Այն որ հետևանք պետք է ունենա, դա չի քննարկվում, բայց ակնհայտ էր, որ այդ ուժերը, հա, երրագլուխ այսպես պատերազմի քրեա օլիգարխիկ ուժերը, որոնք ունեին դրսի կոնկրետ կենտրոնի աջակցությունը, այս գործընթացի մեջ դրել էր փաստացի ամեն ինչ, իրենց համար սա ճակատագրական ընտրություններ էին, քանի որ Հայաստանում վերջնականապես պետք է կազմաքանդվի քրեա օլիգարխիկ համակարգը եւ դրանց պարագլուխները եւ փաստացի իրենք հասկանում էին սա, իրենք ունեին դրսի ուղղորդում, քանի որ դրսի իրենց հովանավորը հասկանում էր, որ այլևս Հայաստանը դառնում է ինքնիշխան եւ ազատ պետություն իր բոլոր հնարավորություններով, այլևս Հայաստան են գալու միլիարդավոր դոլարների ներդրումներ, այլևս Հայաստանը բացվում է աշխարհի համար, այլևս վերանալու է Հայաստանի շրջափակումը եւ Հայաստանը մեծ շանսեր ունի դառնալու տարածաշրջանի շատ կարեւոր պետություններից մեկը, պետություն, որը ոչ թե վիզը ծռած այդ երրորդ երկրից անվտանգությունն է մուրում, զենք է մուրում, չգիտեմ, փող է մուրում եւ այլն, այլ որ ինքն է դառնում տարածաշրջանի անվտանգային, տնտեսական, աշխարհաքաղաքական կարևոր օղակներից մեկը։ Եվ ահա այս մարդիկ ցանկանում են այս գործընթացը կասեցնել, այս մարդիկ ցանկանում են Հայաստանի պետությունը վերջնականապես կազմաքանդել, բայց արդյունքում մեր քաղաքացիների իրավագիտակից եւ քաղաքական բարձր գիտակցություն ունեցող մեր քաղաքացիների ընտրության քվեարկության արդյունքում կազմաքանդվում է ոչ թե Հայաստանի Հանրապետությունն ու նրա ինքնիշխանությունը, այլ սկսված է այդ երրագլուխ քրեա օլիգարխիկ համակարգի վերջնական կազմաքանդման գործընթացը, նրանք դա պատկերացնում էին եւ հետեւաբար ամեն ինչ դրել էին այս ուրեմն պայքարում, որպեսզի պարտվեր Հայաստանը, բայց արդյունքում հաղթեց Հայաստանը եւ պարտվեց գուբերնիան եւ իրականության մեջ այսօր մենք արդեն տեսնում ենք, որ այդ պարագլուխներից մեկը փորձել է դուրս գալ Հայաստանից, ում հնարավորություն չի տրվել դուրս գալ Հայաստանից, ահա սա է իրանց
ուժեղ կերպարը, երբ որ նույնիսկ մենակ են թողում իրենց, այսպես ասած, հոտին եւ փորձում են իրենց գլխի ճարը տեսնել, բայց ես կարծում եմ, որ մեր պետությունը եւ իրավապահ համակարգը իրենց գլխի ճարը կտեսնի առաջիկայում։ Պարոն Արաքելյան, այսօր երեկվանից սկսած ընդդիմադիր դաշտում քննարկվում է թե արդյոք պետք է մանդատները վերցնել, թե չվերցնել, այս ավանդական հարցի առաջ միշտ կանգնում է ընդդիմությունը, ինչ կարող լինի, եթե չվերցնեն եւ ինչ չի կարող լինել, եթե վերցնեն։ Այսպես ասեմ, ինչ կարող լինի հետեւյալը, որ մենք պոզիտիվ մթնոլորտում կաշխատենք խորհրդարանում առանց հայտնի դասականի արտահայտության, առանց գաղջի։ Հիմա իրանք իրանց գաղջը դուրս են բերելու խորհրդարանից, եթե չվերցնեն մանդատները, որևէ բանի վրա չի ազդի, կձևավորվի խորհրդարանը եւ մեր խորհրդարանը իր մեծամասնությամբ հանգիստ պոզիտիվ մթնոլորտում Հայաստանի շահերը պաշտպանելով հանգիստ կաշխատի։ Կլինեն փողոցային ակցիաներ, կգնա նման քայլի ընդդիմություն։ Տեսեք, այս մարդկանց քաղաքական էլեկտորալ հենարանը դա փողով քվեարկություն իրականացած մարդիկ են։ Այսինքն այդ մի քանի 100,000 ձայնը որ տվել են, դրանք ճշով մեծամասնությամբ, 95%, այսպես ասեմ, ճշգրտությամբ դրանք փողով եւ դրսից բերված մարդիկ են։ Հիմա դուք տեսել եք, որ փողով քվեարկություն անող, փողով քաղաքական որոշում կայացնող մարդիկ գնա եւ ինչ որ փողոցային պայքարի մասնակցեն, փողոցային պայքարի կարող են մասնակցել բացառապես գաղափարական մարդիկ եւ կարող են երկրում հեղաշրջումներ անել կամ հեղափոխումներ անել բացառապես գաղափարական մարդիկ։ Այդ մարդկանց գաղափարը սկսում եւ ավարտվում է ֆինանսով, փողով եւ հետեւաբար իհարկե կարող են որոշակի մարդիկ դուրս գալ փողոց, բայց դա կլինի շատ կարճ ժամանակահատված, քանի որ ես համոզված եմ, որ այլևս ժամանակն է, որպեսզի այս խմբակներին թույլ չտանք խաղալ մեր քաղաքացիների, այսպես ասենք, նյարդերի եւ ներվերի հետ, առանց հետել այս վերջին 5 տարիների ընթացքում հազարավոր բողոքներ ստացվել են, որ իրենք չեն ուզում, որ իրենց փողոցը փակվի, կոնկրետ այս մարդկանց կողմից իրենց, չգիտեմ, անհարմարություններ պատճառվի եւ այլն եւ այլն։ Ես կարծում եմ, որ մենք թույլ չենք տա, որ իրենք անհարմարություններ պատճառեն մեր քաղաքացիներին։ Պարոն Արաքելյան, տեսեք, աշխարհը շնորհավորում է Փաշինյանին, հաղթող կուսակցությանը, Ռուսաստանում լուր են, ամենայնիվս Պուտինը դեռ սպասում է, չգիտես ինչի, բայց Պուտինի ենթակաները սերկորը դասեր են տալիս Հայաստանի ժողովրդավարության մասին, քննադատում են, որ ընդդիմությունը իրավունքներից զրկված եղել, ճնշումներ են գործադրվել ընդդիմադիրների վրա, մի խոսքով ընտրությունները այն չեն, ինչպես իհարկե պատկերացնում։ Դեք Ռուսաստանը մի պետություն է, որտեղ ընդդիմությանը գնդակահարում են փողոցում, ընդդիմությունը մահանում է բանտում, ինչ-որ թունավորման եւ այլնի հետևանքով։ Եվ հետեւաբար Ռուսաստանը վերջին պետությունն է, որը կարող է խորհուրդ տալ Հայաստանին ինչ անել, ինչպիսի ընտրություններ անցկացնել կամ ընդհանրապես կարծիք հայտնել ժողովրդավարական ընտրությունների վերաբերյալ։ Իսկ ինչ վերաբերում է շնորհավորանքներին, դուք լավ շեշտեցիք, աշխարհը շնորհավորում է ուրեմն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ Ռուսաստանը դեռ չի շնորհավորել, մեզ հետաքրքրում է աշխարհը, ոչ թե մեծ առումով Ռուսաստանը։ Այո, աշխարհը շնորհավորել է, ու եթե այս երագլուխ կամ քարագլուխ այդ պատերազմի առաջնորդներին իրենց համար եթե ժամանակին աշխարհը սկսում է սահմանափակում էր ավարտվում է Ռուսաստանով, հիմա աշխարհը մեզ համար կոնկրետ Հայաստանի համար Ռուսաստանով չի սկսում եւ սահմանափակում։ Այո, Ռուսաստանը այդ աշխարհի մի մաս է, բայց այսօր աշխարհը շատ ավելի մեծ է, քան Ռուսաստանը, աշխարհի հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան Ռուսաստանը, եւ այո, աշխարհը այսօր շնորհավորել է մեզ այդ հաղթանակի հետ կապված, իսկ Ռուսաստանը իր խնդիրներն ունի, ակնհայտ է, որ Ռուսաստանը դժգոհ է իր, այսպես ասենք, Հայաստան ուղարկված սուրանդակների աշխատանքից եւ ես կարծում եմ դա ավելի շատ դժգոհություն է այդ մարդկանց նկատմամբ, քան այլ բան արտահայտում։ Համոզված եմ, որ Ռուսաստանը կշնորհավորի առաջիկայում մեզ հաղթանակի հետ կապված եւ կաշխատի Հայաստանի Հանրապետության հետ։ Այլ պարագայում տեսեք, միջև ընտրությունները փորձեցին տնտեսական ճնշումներ կիրառել, բայց ինչպես տեսակ Հայաստանը եւ Հայաստանի քաղաքացիները
չընկրկեցին այդ ճնշումների առաջ, Հայաստանի կառավարությունը շատ շուտ այլընտրանքներ գտավ, մինչ այդ կհիշեք, որ մարդիկ ասում են, այ Եվրոպան ինչ պետք է անի, Եվրոպան ինչ պետք է անի, դուք տեսաք մեկ զանգով ընդհանրապես այդ մի զանգը արժեցավ նախնական 50 միլիոն եվրո եւ Հայաստանի արտադրողների համար բացված եվրոպական շուկաներ, ընդ որում գործնականում արդեն մեր ծաղիկները արդեն արտահանվել էին ու արտահանվում են, այնպես որ մենք խնդիր չենք ունենա։ Ես նախկինում իմ բազմաթիվ հարցազրույցներում ասել եմ, որ երևի որքան շուտ Ռուսաստանը այդ սահմանափակումները կիրառեր, այդքան շուտ մենք այլընտրանքները կգտնեինք, ինչպես դա տեղի ունեցավ զենքի եւ զինամթերքի հետ կապված, երբ որ Ռուսաստանը փաստացի 2021 թվականից մեզ զենք չտվեց, փակեց այդ շուկան մեր առաջ, այն պարագայում, երբ որ շուրջ 400 միլիոն գումար ա վճարվել, եւ դրա արդյունքում մենք շատ արագ կարողացանք զենքի նոր շուկաներ գտնել, ոչ միայն գտանք զենքի նոր շուկաներ, այլ մենք սկսեցինք զարգացնել մեր ռազմաարդյունաբերությունը, իսկ այսօր կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետությունը այլևս զենքի գնման առումով կախված չի Ռուսաստանի Դաշնությունից, Հայաստանի Հանրապետությունը այլևս ունի զարգացած ռազմական արդյունաբերություն, որից արդեն զենք են գնում երրորդ երկրներ։ Պարոն Արաքելյան, կվերացնի Ռուսաստանը այդ տնտեսական սահմանափակումները արդյոք։ Գիտեք, այս տնտեսական սահմանափակումները նման է նրան, երբ որ դու կրակես ինքդ քո ոտքին։ Մենք գիտենք, որ ինչ տնտեսական հարաբերություններ կա Հայաստանի եւ Ռուսաստանի միջև, միևնույն է այդ ապրանքի պակասը Ռուսաստանի շուկայում պետք է լրացնի, բայց լրացնելը շատ ավելի թանկ։ Այսինքն իր քաղաքացիները ուտելու են շատ ավելի թանկ կլուբնիկ, ուտելու են շատ ավելի թանկ պոմիդոր եւ վարունգ, առնելու են շատ, գնելու են շատ ավելի թանկ ծաղիկներ եւ այլն։ Իսկ մենք մեր շուկան այդ ընթացքում դիվերսիֆիկացնում ենք եւ այլընտրանքներ ենք գտնում եւ արդեն գտել ենք։ Իսկ չվերացնելու պարագայում դա նշանակում է, որ ուղիղ ըստ էության կրակել կամ գնդակահարել ԵԱՏՄ-ն։ Ռուսաստանի այս գործողությունները ԵԱՏՄ-ի գնդակահարության ակտ են, ԵԱՏՄ-ի ոչնչացման ակտ են, ու դա բոլորին ակնհայտ է։ Այնպես որ ես կարծում եմ, որ այստեղ խնդիրներ չեն լինի եւ տրամաբանությունը եւ առողջ տրամաբանությունը ասում է, որ այդ սանկցիաները պետքա հանվեն։ Հակառակ պարագայում կրկնեմ, սա կրակոց է ԵԱՏՄ-ի ուղղությամբ, սա ԵԱՏՄ-ի գնդակահարությունն է։ Պարոն Արաքելյան, եւ թերևս ամենագլխավոր հարցը, որը հուզում կամ հետաքրքրում էր հանրությանը, իշխանությունը կարելի ասել ընտրության եկավ խաղաղության օրակարգով, արդյոք կստորագրվի փաստաթուղթը արդեն ընտրություններից հետո, արդեն դա երբ հայտնի է հաղթողը, երբ պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը առաջիկային տարիներին կմնա ղեկավար Հայաստանի։ Ես կարծում եմ, որ այո, առաջիկայում մենք պետք է ունենանք խաղաղության փաստաթուղթ։ Ես համոզված եմ, որ առաջիկայում մենք կունենանք Թուրքիայի հետ արդեն կարգավորված հարաբերություններ, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ արդեն բացված սահմաններ եւ խաղաղ զարգացող անվտանգ Հայաստան։ Այսպես որ այո, առաջիկայում այդ գործընթացները կարծում եմ տեղի կունենան եւ այն խոստումները, որ մենք տվել ենք նախընտրական ժամանակահատվածում, իրականություն կդառնան։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Սա թեման էր իմ զրուցակիցը քաղաքագետ Էդգար Արաքելյանն էր, կհանդիպենք առայժմ։